երևի խոսենք ԲՀԿ-ից մանդատներ գողանալուց, հա, ճիշտ բառը էդ է։ ԲՀԿ մանդատները գողանալուց, իսկ դա նշանակում է նաև քանի հազար մարդու ձայները 60,000 մարդու ձայները գողանալուց 58,000, հա։ Դե մենք այդ հաշվարկի վրա արդեն չենք էլ կարա ինչ որ ասենք 58,000 կարող է ավել է։ Կարող է 70,000 են գողացել։ Ուղղակի ինքեսն ուրիշ ճանապարհով են տարել, հա։ Ինչ որ ոնց էր Excel-ի վանդակները շեղվում էին, ինչ որ ձեները գնում էին ուրիշտեղ եւ այլն։ Սուրեն ջան, նախ շնորհակալություն այս ժամին միանալու համար, իրականում հարցերը շատ են, մանավանդ կապված Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակով, 2 օր շարունակ ամբողջ հանրությունն է ուշադիր հետևում այդ զարգացումներին, ասպես ասած, որպես ներսի մարդ, ինչ եք տեսնում դուք ներսում, ինչա տեղի ունենում, որը կարող է այդքան էլ տեսանելի չի, որ հերվից գանք, մի անգամից փորձեմ երկու հարցը միացնել։ Իմ համար շատ պարզ էր, դերևս Քարոզ Արշավի կեսերից, որ իշխանությունը ուզուրպացիայի պլան ունի, բացահայտորեն, այդ ատելության խոսքը, այդ հակակոռուպցիոն կոմիտեի շարադրություն նմանվող հաղորդագրություններն ու այդ զապիսները, ընդհանրապես այն օղակը, որ սեղմվում էր ամեն օր, այդ տեսանելի էր շատ պարզ։ Այդ կասկածներս վստահաբար ամրապնդվեցին արդեն ընտրությունների գիշերը, երբ որ 2:15 րոպեին, իսկ այդ ժամի ես կենտրոնական շտաբում եմ եղել մեր, եւ փորձնական հենց այդ պահին Երևանի տեղամասերի մեծ մասի հետ իմ խնդրանքով նաեւ գործընկերներս կապվեցին, հաշվարկ ընթանում էր բոլոր խոշոր տեղամասերում, հավարտված չէր։ Այսինքն այն որ Նիկոլ Փաշինյանը ասում էր մեր թիմից ստացված տվյալներով եւ այլն, ինքը տվյալ չէր կարող այդ բանի ստացածներ ուղակի, երբ որ 6% էր ընդհանուր հաշվարկը։ 15, բայց այդ 15%-ը հիմնականում փոքր գյուղերի Երևանից դեռ չէր եկել արդյոք։ Ու Երևանից էլ չէ, մարզերի մեծ բնակավայրերից էլ չէր եկել։ Եկել էր այն փոքր գյուղերը, որոնք որովհետեւ 95-ից ընտրական գործընթացի փորձ ունեմ, այդ փոքր գյուղերի տվյալները չեն որպես կանոն որոշիչ չեն լինում, պատկեր։ Օրինակ այդ պահին ԲՀԿ-ն 7% ուներ։ Բայց քարոզչական առումով աշխատում են, չէ՞, ցույց տա որ այո, այս պահին այսքան ամշակած որտեղ այնտեղ մեդիագրագիտությունը հարգանքով հանդերձ այդ գյուղերի մեր հայրենակիցների նկատմամբ բավականին ցածր է լինում, եւ վարչական ռեսուրսը ամենաէֆեկտիվն է աշխատում, հա։ Եվ այդ պահին արդեն իմ համար պարզ է, որ իշխանության ուզուրպացիայի պլան է աշխատում, Նիկոլ Փաշինյանը ինքնահռչակվում է, այլ խոսքով հաստատ պապ թագավոր չի դառնում, բայց օրինակ ինքնահռչակ գենոքավանցի դառնում է հենց այդ պահին։ Ու իմ համար պարզ էր, որ ինչ-որ մանիպուլյացիաները սրանով չեն ավարտվելու։ Երբ որ մենք բոլոր 2005 տեղամասերի արդյունքները ամփոփեցինք մեր շտաբում, իհարկե խորի հաստատություն ապրեցինք, որտեղ մեր տվյալներով հավաքել ենք 4.4%, անցողիկությունը հաղթահարել ենք, բայց մեր սպասելիքներից շատ ավելի համեստ ցուցանիշ էր։ Բայց ի զարմանս մեծ հնչեց ԿՀ-ի այդ բանը, որ չենք հաղթահարել։ Այդ իրականում մեր հասարակության մեծ մասին թվում է, որ մի քանի հազար հետո էլ որ տեղամասերը չեղարկեցին, մարդիկ ասում են դա 2-3 տեղամասի խնդիր է։ Ես ուզում եմ ասեմ, որ դա 3 տեղամասի կամ 3000 ընտրողի խնդիր չի, ոչ էլ նույնիսկ ԲՀԿ-ի։ Դա ԿՀ-ի հետո ՍԴ-ի ապօրինի որոշումներով ազգային ժողովի քաղաքական խճանկարը ապօրինաբար փոխելու, էապես փոխելու մի դավադիր ծրագիր էր, ինչի էապես փոխելու, որտեվ հիմա մենք կունենանք 4 ֆրակցիա, նույնիսկ քանակը կարևոր չի։ Չել լինելու որևէ քաղաքական ուժ, որը միայնակ կարողանար սահմանադրական օրենքներ ընդունել, առանցքային պաշտոններում նշանակումներ կատարել։ Սա շատ կարևոր է, որովհետև ավտորիտարիզմի այդ ինստիտուցիոնալ հիմքերից ԿՊ-ն կզրկվեր։ Դա շատ սկզբունքային եւ կարևոր բան էր։ Դրա մասին շատ խոսք։ Այո, եւ հիմա այդ պարագայում ակնհայտորեն նաև հիշեք, այդ ամբողջ Քարոզ Արշավի 3-րդ օրից ինքը սպառնում է 3 մարդ կալանավորել։ Քոչարյան, Ծառուկյան, Կարապետյան։ Ու Ծառուկյանի մասով արդեն
կատարված է, հետո ընտրությունից անմիջապես հետո ուզում եմ հիշեցնեմ այն բեմականացումները, որ եղան Ծառուկյանին օդանավականի չթողեցին դուրս չնայած արգելք չկար, Քոչարյանին չթողեցին դուրս արգելք չկար։ Ես 90, ինչպես ասեցի, մոտավորապես 30 տարի տարբեր կարգավիճակներով ընտրական գործընթացի մեջ եղել եմ։ Ինչ այլանդակություն ասես տեսել եմ։ Բայց այս կարգի համակարգային կեղծիք